Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծնի։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ ու զրուցում եմ ձեզ հետ բնականաբար առողջության մասին։ Մենք այսօր խոսելու ենք հազվադեպ հանդիպող հիվանդություններից մեկի մասին։ Հիվանդություն, որի ժամանակ մարդու մոտ ցանկացած պահին կարող է սկսվել արյունահոսություն։ Անկառավարելի արյունահոսություն, որը կարող է ավարտվել ամենավատ ձևով։ Մենք խոսելու ենք հեմոֆիլիայից, ինչ է իրենից ներկայացնում, ինչպես այս հիվանդությունը զարգանում եւ ամենակարևորը, մեզանից յուրաքանչյուրը ինչպես կարող է օգնել այս մարդկանց, որոնք Հայաստանում բավականին շատ են, լինել առողջ ու պահպանել առողջությունը։ Սկսում ենք տեսանյութից, հետո կհրավիրենք մասնագետին եւ ձեզանից յուրաքանչյուրը կիմանա ինչպես կարող է այդ մարդկանցից որևէ մեկին գոնե կյանքում մեկ անգամ լինել օգտակար։ Գնացինք։ Միթե նա երբեք չի կարողանա վազել ու խաղալ սովորական երեխայի պես։ Այս տողերը, որոնք ռուսական կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան 20-րդ դարի սկզբին գրել է իր օրագրում, վերաբերում են գահաժառանգ Ալեքսեյին։ Արյան մակարդելիության գենետիկ խանգարումը երեխայի կյանքը վերածել էր մշտական սահմանափակումների։ Մայրական կողմի տատիկից Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ժառանգած հիվանդությունը փոխեց պատմության ընթացքը։ Այն կոչեցին արքայական անեծք՝ հեմոֆիլիա։ Հեմոֆիլիան արյան մակարդելիության խանգարում է, որի դեպքում արյան մեջ պակասում կամ բացակայում են մակարդելիության համար պատասխանատու որոշակի սպիտակուցներ։ Կանայք սովորաբար գեների կրողն են, սակայն հիվանդությունը որպես կանոն թիրախավորում է տղա երեխաներին։ Ըստ հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի 2025 թվականի տվյալների, աշխարհում այս ախտորոշմամբ մոտ 1.100.000 մարդ է ապրում։ Նրանց 75%-ը դեռևս չունի հասանելիություն պատշաճ բուժմանը, իսկ անուշադրության մատնված հեմոֆիլիան հանգեցնում է ծանր հաշմանդամության, քայքայելով հոդերն ու առաջացնելով կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն։ Բայց եթե Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանում սա անեծք էր համարվում, ապա այսօր ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ հեմոֆիլիա ունեցող մարդը կարող է ապրել լիարժեք կյանքով, զբաղվել սպորտով եւ չվախենալ անզգույշ շարժումներից կամ քերծվածքներից։ Ներկայացնեմ իմ այսօրվա առաջին հյուրին, իսկ իմ հյուրն է առողջապահության նախարարի արյունաբանության, տրանսֆուզիոն բժշկության եւ արյան պաշարման գծով խորհրդատու Հեղինե Խաչատրյանը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Մենք այսօր զրուցում ենք հեմոֆիլիայից։ Կբացատրեք մեր հեռուստատողին ինչ է հեմոֆիլիան։ Հեմոֆիլիան արյան մակարդելիության արյունահոսությամբ դրսևորվող հիվանդություն է, որի ժամանակ մարդիկ կարող են քնած տեղը արյունահոսել, սպոնտան արյունահոսություններ են լինում, խոռոչային արյունահոսություններ են լինում, հոդերում, օրգանիզմի զանազան խոռոչներում, որոնք հետո հանգեցնում են ավելի լուրջ բարդությունների։ Ում մոտ է հանդիպում։ Հեմոֆիլիան հանդիպում է առավելապես տղամարդկանց մոտ, խոսքը վերաբերվում է ժառանգական հեմոֆիլիայի։ Կանայք գենը կրող են, փոխանցում են իրենց տղա երեխաներին եւ տղաները հիվանդանում են։ Այսինքն կանայք չեն հիվանդանում հեմոֆիլիայով։ Կանայք համարվում են հեմոֆիլիայի գենը կրողներ, բայց այդ կանայք եւս կարող են կյանքի ընթացքում որոշակի իրավիճակներում արյունահոսել, բայց դա չի համարվում հիվանդություն։ Պարզապես կարող են ունենալ տևական դաշտան, արյունահոսական խնդիրներ կամ դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ կամ այլ տևական արյունահոսություններ, բայց չի դրսևորվում որպես հիվանդություն։ Կանայք համարվում են գենը փոխանցողներ։ Վիճակագրական տվյալները ասում են, որ 5000 նորածին տղաներից մեկի մոտ հանդիպում է այս հիվանդությունը, այսինքն 5000-ից մեկը տղաներից ծնվում է այս հիվանդությամբ։ Ինչ անել։ Այսինքն այդ երեխային պետք է իզոլացնել, զգույշ, հանկարծ ոչ միտեղ չընկնես, չխփվես, ցանկացած ամենափոքր վնասվածքը կարող է բերել լուրջ արյունահոսության։ Հայաստանում ունենք հաստատված, ախտորոշված 400 հեմոֆիլիայի տարբեր տեսակներով հիվանդներ։ Դա շատ մեծ թիվ է։ Այո, դա մեծ թիվ է, այսինքն մենք հայտնաբերելիության առումով հավասարվել ենք զարգացած երկրներին եւ այդ առումով խնդիր չունենք։ Այս
երեխաները, այս հիվանդները, մեծահասակ հիվանդները ստանում են բուժում ըստ անհրաժեշտության, այսինքն ունեն արյունահոսություն, մինչև 18 տարեկան երեխաները բոլորը ստանում են պրոֆիլակտիկ բուժում, այսինքն նրանք շաբաթը 2-3 անգամ ստանում են հակահեմոֆիլային պատրաստուկներ կամ ամիսը 1 անգամ ենթամաշկային որոշակի նոր սերնդի դեղորայք են ստանում, որպեսզի չարյունահոսեն, եւ այդ երեխաները այդ դեղորայքը ստանալով կարող են հաճախել եւ դպրոց, չբացակայել դասընթացներից եւ զբաղվել սպորտով, ունենք նույնիսկ նորագույն դեղորայք ստացող երեխաներ, որոնք սպորտի մրցումներում չեմպիոններ են, ունենք երեխա, որը Եվրոպայի ջունիորների շախմատի չեմպիոն է, այսինքն այս բալիկները մշտապես կանխարգելիչ բուժման տակ են գտնվում։ Եթե ստանում է բուժումը, եթե ունեցավ վնասվածք ու չգիտեմ, իր մոտ արյունահոսություն չի լինելու։ Եթե ստանում է բուժումը, դա կանխարգելիչ թերապիա է, նա չի արյունահոսում, բայց եթե այդ երեխան պիտի ենթարկվի վիրահատական միջամտության, մենք նաև հավելյալ հակահեմոֆիլային պատրաստուկներ ենք տալիս, դրանք մարդկային պլազմայից բաղկացած դեղորայք են, որոնք բավականին բարձր արժեք ունեն, մեր հիվանդները գտնվում են պետության հովանու ներքո եւ ստանում են ամենանորագույն դեղորայքը եւ նրանք դրա համար չեն վճարում։ Դեղորայքը մենք գնում ենք ինչ-որ տեղից, թե դեղորայքը այստեղ պատրաստվում է։ Դեղորայքը տրվում է Առողջապահության նախարարության կողմից եւ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից որպես դոնացիա մենք ստանում ենք այդ դեղերը։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում ենթակա են արյունահոսությունների եւ որպեսզի չարյունահոսեն, նրանք պիտի այդ դեղորայքը ստանան։ Ցանկացած միջամտություն իրականացնելուց ատամ հեռացնեն, ատամնաբնից կարյունահոսեն, որպեսզի չարյունահոսեն, հակահեմոֆիլային պատրաստուկը կես ժամ առաջ ստանում են եւ նոր դիմում են ատամնաբուժի։ Պիտի վիրահատվեն, նախապես այդ դեղը պիտի ստանան, հետո կդիմեն վիրահատական միջամտությունների։ Հեմոֆիլիան համարվում է աշխարհի 7 թանկարժեք հիվանդություններից մեկը, ինչու թանկարժեք, որովհետև հակահեմոֆիլային պատրաստուկները պատրաստվում են մարդկային պլազմայից, իսկ մարդկային պլազման արյունատվությունից, անհատույց արյունատվությունից, այսինքն մարդիկ պիտի դոնոր լինեն մեկ այլ մարդկանց աջակցելու համար։ Մեկ տարվա կտրվածքով քանի հոգի գնա արյուն հանձնի, որպեսզի կարողանանք այդ միջոցները ստանալ։ Որպեսզի մի փոքրիկ արյունահոսություն մենք կարողանանք կանգնեցնել, մեզ դրա համար պետք է 1000 միավոր, այսինքն 10 հոգու արյունատվությունից ստացվում է 1 սրվակ հակահեմոֆիլային պատրաստուկ։ Այսինքն 10 հոգին հանձնեցին ընդամենը 1 սրվակ։ Այո, 10 հոգին 1 սրվակ։ Քանի այդպիսի սրվակ է պետք մարդուն։ Դե մարդ կա, որ մեկ ներարկումից ստանում է մոտ 5000 միավոր, մարդ կա 10000 միավոր, դա կախված է մարմնի ծավալից եւ մարմնի զանգվածից։ Փոքր երեխաներին 500-ից 1000 միավոր է, որպեսզի նրանց մոտ այդ արյունահոսության դրվագը դադարեցվի, կամ եթե պիտի ատամնաբնից որևէ փոքրիկ ատամ քաշենք եւ կանխենք ատամնաբնի արյունահոսությունը, մոտավորապես 1000-1500 միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ է պետք, այսինքն 15 մարդու արյունատվությունից ստացված պլազման մեկ երեխայի համար կիրառվում է որպես արյունական միջոց։ Այդ դեպքում եկեք խոսենք արյունատվության մասին, արյունատվության դրական ու բացասական կողմերի մասին։ Կա բացասական կողմ, այսինքն եթե ես գալիս եմ արյուն եմ հանձնում, իմ օրգանիզմում ինչ որ մի բան կատարվում է, ինչքան արյուն եմ նախանձնելու։ Միջինում։ Տեսեք, կանայք կարող են տարեկան 3 անգամ արյունատվություն կազմակերպել, տղամարդիկ մինչև տարեկան 4 անգամ կարող են արյունատվություն կազմակերպել, դա բավականին դրական ազդեցություն ունի օրգանիզմի համար, որովհետև այդ տված արյան բաղադրամասը 400-ից 450 մլ արյուն են վերցնում եւ վերցրած արյունատվությունից պատրաստում են 3 տարբեր տեսակի բաղադրամասեր, որոնք իրենցից ներկայացնում են տրոմբոցիտներ, պլազմա եւ էրիթրոցիտար զանգված։ Դրանք կիրառվում են մեկ այլ մարդու կյանքի փրկության համար, այսինքն մեկ դոնորը 3 մարդու կյանք է փրկում, բայց մեկ պլազմայից ստացած, մեկ արյունատվությունից ստանում ենք մեծ քանակությամբ պլազմա, որից կարող ենք պատրաստել մոտավորապես 20 տեսակ դեղ եւ 20 տեսակ հիվանդության կանխարգելման համար է դա օգտագործվում։ Առաջնային իմունոդեֆիցիտներն են, հեմոֆիլիայի տեսակներն են, ալբումինը մարդկային պլազմայից են ստանում, դա չի արտադրվում, պլազման չի արտադրվում գործարաններում։
Մարդը մարդուն է օգնում այդ արյան բաղադրամասերով, այսինքն շուրջ 20 տեսակ հիվանդություններ կարող են արյունատվության միջոցով փակել ու աշխարհի բնակչության մոտ 80%-ը, ովքեր որ պլազմայից կախյալ պատրաստուկներով են բուժում ստանում, թերի են բուժվում, որովհետև չկա այդ քանակը, դա մի մեծ գլոբալ խնդիր է, որ աշխարհի բնակչությունը, մենք 8 միլիարդ բնակչություն ունենք, բայց մենք ունենք 294 տոննա պլազմայի ստացում, դա չի բավարարում այդ մարդկանց։ Ինչ է կառաջարկում։ Սա գլոբալ հարց է։ Ուզում ես այդ մարդուն օգնես, արյունատվություն արա, որովհետև դուք չեք պատկերացնում ինչքան շատ մարդիկ են օրվա ընթացքում զանգարում եւ արյան բաղադրամասեր են խնդրում։ Չեմ ասում եզակի խմբերն ու ռեզուսները, սովորական երկրորդ դրական արյան համար։ Այո, մարդը մարդուն պիտի օգնի նաեւ դրանով։ Ես հարց եի ուզում տալ արյուն տվողի, դոնորի համար, օրգանիզմի համար, երբ որ ինձնից վերցնում են 400-450 միլիլիտր արյուն, դա ինձ համար լավ է, վատ է, չեզոք է, ինչ է։ Դա ձեզ համար լավ է։ Դուք ոսկրածուծը նորից ակտիվանում է, ադապտացիոն ունակությունները ակտիվանում են, նոր բջիջներ են սինթեզվում։ Արյունատվությունը օգտակար երևույթ է օրգանիզմի համար։ Եթե ես առողջ մարդ եմ, ինձ որևէ վնաս կարող է տալ։ Գիտեք, արյունատվության առումով կան որոշակի հակացություններ, որոնք որ սելեկցիա անելու փուլում, երբ որ դոնորը դիմում է թերապևտի արյան բանկում, թերապևտը սելեկցիա անելու ժամանակ որոշակի հետազոտություններ է անում։ Կան մարդիկ, ում որ արյունատվությունը ոչ թե հակացուցված է, այլ ցուցված չէ, որովհետև 450 միլիլիտր արյան ծավալ վերցնելուց մենք կարող ենք խնդիրներ ունենալ այն մարդկանց մոտ, ովքեր քրոնիկ հիվանդություններ ունեն։ Չունեմ ոչ մի քրոնիկ հիվանդություն, չունեմ, առողջ մարդ եմ։ Միայն արդյունավետ լավ երևույթ է օրգանիզմի համար։ Ինչ տարիքից իրավունք ունենք արյուն հանձնել։ Չափահաս մարդկանց 18-ից։ Այո։ Մինչև 18-ից մինչև 60-62 տարեկանները կարող են արյունատվություն անել։ Ու գիտեք, կարևոր չի, որ դու այդպիսի ընտանիքի անդամ ունես, կարևոր չի, որ դու այդպիսի բարեկամ ունես, այսինքն դու ոչ թե ինչ որ մեկին ես կոնկրետ գնում օգնելու, այլ կարող է ընդհանրապես հանձնում ես ու գնում ես, թե ուր կգնա, ում կգնա, որ բուժառուն դրանից կօգտվի, ես կարծում եմ բացարձակ կարևոր չի ու պետք էլ չի, որ դու հետո փողոցում տեսնես, ասես, այ գիտես, ես արյուն էի հանձնել, որը քեզ ներարկեցին եւ այլն եւ այլն։ Աշխարհը կլոր է։ Այսօր դու ես ինչ որ մի լավ գործ անում, մեկին լավություն անում, հաստատ մի օր մեկն էլ գուցե քեզ կամ քո հարազատին օգնի ու այդ սկզբունքով է հենց մարդկությունը, որ մարդկություն կարող է մնալ։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես միշտ այսպես եմ մտածում, որ մի օր կարող է մեքենայով գնանք հեռու ճանապարհ եւ փորձանք լինի եւ այդ հեռու ճանապարհի ընթացքում որևէ վթար լինի եւ ինքը բժիշկը կարող է լինել պացիենտի դերում եւ նրան արյան կարիք լինի, ենթադրենք մեղրիում կամ ալավերդիում եւ այդ մարդիկ պիտի այդ արյան պաշարն ունենան։ Այդ արյան պաշարը ծագում է մեկ այլ մարդու արյունատվությունից, մեկ այլ մարդու հանգանակությունից։ Դա նվիրյալ մարդիկ են երևի, չգիտեմ, բայց մենք պիտի մեր հասարակության մեջ այդ գիտակցությունը մտցնենք, որ արյունատվությունը դա շատ լավ բան է, որ մարդիկ գան այդ արյունատվությունն իրականացնեն։ Խոսքս անհատույց արյունատվությանն է վերաբերում, որ դու դրա դիմաց ոչինչ չես ուզում, ուղղակի ուզում ես այդ մարդկանց օգնել։ Կարծում եմ, որ մտածելու առնվազն մտածելու տեղ տվեցինք, իսկ եթե թեկուզ մի քանի հոգի մեր հաղորդումից հետո գնա ու անհատույց արյուն հանձնի, ապա այս հաղորդումը կլինի հաջողված։ Ուզում եւս մեկ անգամ հիշեցնել, մենք խոսում ենք հեմոֆիլիայի մասին, այսօր Հայաստանում, ինչպես դուք նշեցիք, 400-ից ավել հաստատված դեպքեր կան, մարդիկ, որոնք ամբողջ կյանքում ունեն այլ մարդկանց օգնության կարիքը, որ հանգարց չարյունահոսեն եւ ամենավատ բաները նրանց հետ տեղի չունենա։ Իսկ իմ հյուրը այսօր առողջապահության նախարարի արյունաբանության, տրանսֆուզիոն բժշկության եւ արյան պաշարման գծով խորհրդատու Հեղինե Խաչատրյանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ։